նշեցիք, արձանագրեցիք, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտված է եւ ստեղծել հանրաշրջանը դեպքային նպատակի է դիտված, որքանով է վստահություն, որ ձեր հանրաշրջանը դեպան իրավական երկրում կհաջողվի։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց տվեցիք, բնականաբար մենք Եվ ուզում եմ շեշտել, որ դուք հասկանաք, մենք փաստաբանական գրասենյակ չենք եւ չունենք այդ հնարավորությունները կոնկրետ մարդկանց պաշտպանելու համար, բայց ինչն է հիմա շատ կարևոր այն, որ եւ Հայաստանի Հանրությունը եւ նաեւ դրսում նույնպես կան շատ պարտքեր, կազմակերպություններ, սկզբունքային մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մեր հիմնական խնդիրը այդ տեղեկությունները հավաքել, համագործակցել բոլոր կառույցների հետ, նաև փաստաբանների հետ եւ զեկույցներով հանդես գալ, տարբեր լեզուներով բնականաբար, եւ դա ներկայացնել մեր հանրությանը եւ նաև միջազգային հանրությանը։ Թե դա ինչ ազդեցություն կունենա ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ շատ կարևոր է եւ հանրությունը լինում է տեղեկացված եւ հասկանում է ինչ է կատարվում, ինչ չափսերի, ինչ արտադրական ծավալների են հասել արդեն ձերբակալությունները, խոզարկությունները, բանտարկությունները, քրեական գործերը, օրինակ պարոն Օրբելյանի հետ ենք վերջերս խոսում, փաստաբան ինքը ասում էր ըստ իր տվյալների 18 թվականից այսքան մոտ 90 մարդ է մեղադրվել պետական դավաճանության մեջ եւ ոչ մի գործ դատարան չի հասել։ Հասկանում եք ինչ ծավալների մասին է խոսքը գնում։ Ընտրությունների ժամանակ արդեն երևի հազարավոր, մենք հարյուրավոր ենք ասում, բայց թիվը չգիտենք, խոզարկություններ են եղել։ Օրը մեջ մենք լսում ենք ինչ-որ մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են։ Դա քաղաքական հետապնդում է, արդեն նացիստական, ֆաշիստական երկրներում դա հիմնական խնդիրներից մեկը եղել մարդուն զրկել իր մասնագիտական գործունեությունից։ Այս կգնա ինչ-որ մի բան աշխատի, հա, բանվոր աշխատի, հարգելով բանվորի աշխատանքը, բայց այդ մարդը ունի մասնագիտություն։ Այսինքն մեր հիմնական խնդիրը տեղեկացնելն է։